Բարև ձեզ, եթերում update լրատվականն է, թարմացնենք օրվա լրահոսը։ Վարչապետը Լոռու մարզում էր, այցի առաջին կանգառը Վանաձորում էր։ Այստեղ հիմնանորոգվել է 1,8 կիլոմետր երկարությամբ Սանկտ Պետերբուրգ փողոցը։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքի ընթացքին, զրուցել բնակիչների հետ։ Գոնե գիտեք ինչ այն ճանապարհները, որ նոր անում են, այդ ճանապարհները, այսինքն փորձ ենք ամեն ինչը նոր ստանդարտով անել, մեկը բոլոր ճանապարհները չեն կարելի սպասարկել այդ վիճակին պահել, որը նոր դրվել է, նոր արվել է, դրանք անենք, որովհետև մյուսները sense տենես մաշած են, դա չեն կարող անել, այսինքն որ ինչ որ դինամիկա է այն։ Ուրախ եմ ձեզ մեր շնացող քաղաքում տեսնելու համար պարոն վարչապետ։ Դժգոհ ենք շնացման տեմպերից։ Չէ, երևում է ահագին լավ բան, ահագին բարեփոխություններ կան։ Ես տեսնում եմ ինչը լավ է, տեսնում եմ ինչը վատ է, տեսնում եմ։ Ինձ հուշելու անհրաժեշտություն չկա։ Ես եթե խնդիրներ կան, խնդիրների մասին։ Խնդիրները տնակների հարցն է։ Հիմա ասենք ձեր նկատմամբ հարցն է։ Տնակը ոնց է ձևավորվել ժողովուրդ։ Քաղաքապետարանի կողմից ասենք որ մեր երկու կատեգորիա կա, մի կատեգորիա, երբ որ պետությունը ունի պարտավորություն, ասենք երկրաշարժի հետևանքով մարդը տուն է կորցրել։ Մի րոպե, եւ երկրորդը, որը չունի պարտավորություն, մարդը ուղղակի տնակի մեջ է ապրում։ Պետության գործը այն է առաջին հերթին, ում նկատմամբ ունի պարտավորություն։ Ում նկատմամբ ունի պարտավորություն, այդ պարտավորությունը կկատարենք մենք, որովհետև հիմա ընդհանուր առմամբ կատարված է, բայց դեպքերն ի հայտ գալիս, որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով ֆիքսված չէ դեպքը։ Ում նկատմամբ չունի պարտավորություն։ Հաջորդ կանգառը Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում էր, որտեղ կառուցվել է մարզադահլիճ, իսկ դպրոցի հիմնանորոգումը ընթացքի մեջ է։ Նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում։ Երկրորդ հարկում դարսահարվում, առաջի հարկում վերանորոգում։ Իմաստան հանգույցները փոխվել է, դռները փոխված է որոշ տեղերում, մարտական արդեն փոխվել է, այո։ Դեռ հատակաշենք փոխել, ների պես կանենք, փոխենք այս պակետը կամանենք, նրանք ինչ կբաղացնենք, դեպի Դե հիմա պարոն Խաչատրյան, բանի հետ մարզադահլիճի հետ նորոգելուց հետո կարանք վստահ մեր բանի տողի մեջ գրենք։ Դեպս ական պարոն Վարչապետ, սա 5-ից մեկն է, որը մարզադահլիճը կա, դպրոցն էլ նորոգելի է։ Նիհարելը, երբ որ մարդ նիհարում է, այդ լավ է, ոչ թե մենք խոսում ենք ամբողջ Պետերբուրգից տնական ավանի բնակիչների կողմից։ Նույն տնական ավանի։ Ես հեղափոխությունից հետո YouTube-ը մասնեմ, երբ բնակարան պետք է ունենք։ Պարոն Ղազարյան, դուք գալիս տնական ավան, ասես։ Ես ձեզ մի բան ասեմ։ Հեղափոխության իմաստն ու նպատակը երբեք այն չի եղել, որ մարդկանց տներ բաժանի։ Հեղափոխության նպատակն եղել է այն, որ մարդկանց աջակցի, օգնի, դրթի, դնին վիճակի մեջ, որ մարդիկ իրանց աշխատեն, վաստակեն, պետության հարկերը վճարեն եւ իրանց համար բնակարան ձեռք բերեն։ Սուբվենցիոն ծրագրով ավարտվել է նաև Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 306 միլիոն դրամ է, որից 214 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Կարող է այս ֆունկցիաների վրա շատ տարածք են գործել, կարող է ասենք հնարավորություններ 230 կարողություն բանաներ զարգացնել, դե էլի նախագծման արդեն էլ բան չեն կարող պատկերացրի, այսինքն տարածքը ավելի օպտիմալ բանալվել, այդքան շատ սենց սրահներ, կաբինետներ չլներ, խմբասենյակ, ասենք մի հատ ավելի լներ 30 բայց այս բան նախագծման Ես անկեղծ ասեմ, հենց ինչանց աչքս աղավն անգամից ես պատշկանտում, որտեղ շատ լավ է։ Սենց ապակիով լրիվ նոր ստիլի պատշկանտման աղավ երեխեքն համար։
Պետական պարտքը 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ է, նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 4,4%-ով։ Ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով 2024 թվականի արդյունքներով պետական պարտք համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը նվազել է 0,1%-ային կետով։ Դոլարով պարտքը կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դրամ։ Ամբողջ պարտքի ներգրավումը և ծավալները պլանավորված են բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ։ Նախարարը նշել է, որ ներքին պարտքի մասնաբաժին ընդհանուրի մեջ աճել է, իսկ պարտատոմսեր այս տարի չեն նախատեսվում թողարկել։ 2025 թվականին և 2026 թվականին չենք պլանավորում նոր պարտատոմսեր թողարկել։ Այս պահի դրությամբ պլանները այդպիսին են։ Ուղղակի ևս մեկ անգամ ուզում եմ նշեմ, որ 25 թվականի պետական բյուջեով պլանավորված է և նշված է, որ մենք պլանավորում ենք թողարկել պարտատոմս, ուստի մեր պլանները նախորոք միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ և բյուջետային փաստաթղթով բացահայտվում են և քննարկվում են այդ փուլում և իհարկե հասկանալի է, որ մարդիկ այդ փաստաթղթերը ուշադրությամբ չեն կարդում և երբ որ թողարկումը տեղի ունենում, դա ոնց որ բոլորիս համար անակնկալ է լինում կամ նորություն է լինում, բայց ես կուզենայի, որ մենք այդ քննարկումները ընդհանրապես պարտքի նրա ֆինանսավորման ռազմավարության կամ ընդհանրապես դեֆիցիտի, որովհետև պարտքը գոյանում է այն պատճառով, որ մենք պլանավորում ենք դեֆիցիտային բյուջե։ Այդ դեֆիցիտի մակարդակի դրա ծախսման ուղղությունների վերաբերյալ քննարկումները ունենայինք հենց բյուջեի պլանավորման փուլերում, որպեսզի հետագայում անակնկալներ չլինեին։ Նախարարն անդրադարձել է նաև իր հայտարարագրին շեշտել, որ կոռուպցիոն սկանդալում չի հայտնվել։ Վահե Հովհաննիսյանն ասել է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել։ Իրենից պահանջվել են որոշակի պարզաբանումներ։ Նախարարը նաև պատասխանել է հարցին, արդյոք որևէ մարմնի կողմից հրավիրվել է հարցաքննության։ Մտահոգություններ չունեմ, փաստաբանների կողմից ներկայացված փաստերը վերցված են իմ հայտարարագրից։ Դա այն է, ինչ հայտարարագրել եմ։ Ասուլիսում ասել է Վահե Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, արդյոք կոռուպցիոն գործարքների մեջ է հրավիրվել որևէ իրավապահ մարմին կամ այլ կառույց։ Մտահոգություններ չունեմ, որովհետև փաստաբանները այն մտահոգությունները, որը իրենք հայտնել են և այն փաստերը, որոնք իրենք հայտարարել են, այդ փաստերը վերցրել են իմ հայտարարագրից, այսինքն դա այն է, ինչ որ ես հայտարարել եմ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել վերջացրել է, ստատուսի մասին տեղյակ չեմ։ Այդ ուսումնասիրության շրջանակներում ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր, այսինքն այդ թվում նաև իմ հաշիվների քաղվածքը, ես ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումները արել, որտեղ ըստ էության երևում են, որ այն ինչ որ ես հայտարարագրել եմ, դրա ապացույցներ է և եթե որևէ այստեղ խնդրահարույց հարց լինի, վստահ եմ, որ այդ խնդրահարույց մասերը բան կստանան։ Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից և որովհետև ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը չի քրեական հետապնդում հարուցել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա։
Տեղափոխվենք Գյումրի, որտեղ քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրություններից և երթմնակալությունից հետո կայացել է ավականու առաջին նիստը։ Ընտրվել են քաղաքապետի տեղակալները, հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները։ Քաղաքապետի առաջին տեղակալն Ավետիս Առաքելյանն է, Վարդան Ղուկասյանի փեսան։ Երկրորդ փոխքաղաքապետը Գագիկ Մանուկյանն է, որը Վարդան Ղուկասյանի մտերիմ ընկերն է ու նախկին փոխքաղաքապետը։ Նշեմ, որ քաղաքացիական պայմանագիրը քաղաքապետի ընտրության և երթմնակալության նիստերին չէր մասնակցել։ Հիշեցնեմ, որ ԿՊ-ն ստացել է 14 մանդատ, մյուս 4 խմբակցությունները միասին 19 մանդատ։ Ասեմ ձեզ, ես շատ խիստ եմ իմ նկատմամբ, ու որ եկել եմ, գիտեմ, թե ինչ պետք է անեմ, հավատացեք, ու որ նայում եմ այնքան բան կա անելու, ու այնպես, որ կարելի է անել, ու կարելի է անել, կտեսնեք, որ կանենք։ Չենք սպառվել, ավիոնը կա, այդ եռանդը կա, հայրենիքը սիրում ենք, քաղաքը շատ, հայրենասիրությունը գալիս է փողոցից, ազգանունից, քաղաքից և ընդհանուր առմամբ։ Շատ անելու գործ ունենք, ու հավատացեք, կարող ենք անել, դիմացը շատ լուրջ բաներ է սպասվում, շատ լուրջ, ոչ միայն պետության վրա ենք հույս տնելու, կտեսնեք, որ կողքից իմ կաբերով ինչքան ներդրումներ եմ բերելու Գյումրի քաղաք, ինչքան որ արել եմ, այսքան որ ասում էի 100 միլիարդ, 120 միլիարդի անհատը շինարարություն է արել, այդ խոսքերը պատահական չեմ ասել, կտեսնեք, որ ինչքան մարդիկ տեսնելով, որ ես դարձել եմ քաղաքապետ, Գյումրի քաղաքում ուզում են ներդրումներ անել։ Ինչ որ ասել եմ, քիչ եմ ասել։ Ինչ որ քարոզարշավի ժամանակ ասել եմ, որ ես եմ անելու, այն եմ անելու, այն եմ անելու, դրանք շատ քիչ է։ Կտեսնեք, ոնց կլինի։ Մնացածն էլ Աստծո կամոք։ Նիստն արդեն սկսվել էր, երբ ուշացումով եկան ԿՊ խմբակցության անդամները Սարիկ Մինասյանի գլխավորությամբ։ Ավելի ուշ Սարիկ Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին, պարզաբանել արդյոք ընդհանուր հայտարարի են եկել, քանի որ ինքը դեմ չի քվեարկել հանձնաժողովների անդամների ընտրությանը։ Կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի չգիտեմ ինչպես պետք է կանք, ճիշտ ասած այդքան շատ ծանոթ չեմ, հոկտեմբերի գետ չեմ եղել, պատիվ չեմ ունեցել հոկտեմբերի լինելու, բայց ասենք անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի այդ ուղղակի ասենք պոպուլիզմ է կամ ցուցադրություն, որին ես դեմ եմ։ Մարդիկ հանձնաժողովների մեր նախագահներին կողմ են քվեարկել, այդ հանձնաժողովները համատեղ նախագահ, տեղակալ, անդամներ բոլորս միասին աշխատելու ենք, բնականաբար այն հարցերը, որոնց մեջ մենք խնդիր կտեսնենք, այն հարցերը, որոնք չեն վերաբերվի մեր քաղաքի ընդհանուր շահին, մենք դեմ ենք լինելու, բայց այն բոլոր հարցերը, որոնք իօգուտ է մեր քաղաքի զարգացման այս ծանր վիճակից հանելուն, բնականաբար մենք մեր լիազորությունները օգտագործելու ենք, այդ հարցերին հետևողական լինելու ենք, ինչպես ընկեր Ղուկասյանը նշեց, որտեղ ասեց մենք ընկերով պետք է խոսենք, ընկեր Ղուկասյանը նշեց, ինչպես ինքն է խիստ լինելու, կրկնակի անգամ մենք ենք խիստ և հետևողական լինելու, որպեսզի այդ պաշտոնյաները իրենց լիազորությունները և պարտականությունները իրականացնեն պատշաճ օրենքի համապատասխան և ծառայեն գյումրեցիներին։ Այս թեմայով զարգացումներին հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, այսօր Գյումրու քաղաքապետարանը ավականին ավելի ճիշտ նիստ էր գումարել, օրակարգում ունենալով երկու փոխքաղաքապետի և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների նշանակումների վերաբերյալ հարցերը։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, փոխքաղաքապետի երկու թեկնածուներն են Ավետիս Առաքելյանը, ով պարոն Ղուկասյանի փեսան է, և Գագիկ Մանուկյանը, Ղուկասյանի մտերիմ ընկերը։
Այսպիսով Ղուկասյանի մտերիմ ընկերը եւ փեսան պաշտոն են ստանձնում Գյումրիում, Ավետիս Արաքելյանը, պարոն Ղուկասյանի փեսան ընտրվեց Գյումրու փոխքաղաքապետի առաջին տեղակալ, ավականու ամբիոնից հրապարակավ սկսեցին ներկայացնել պարոն Ավետիս Արաքելյանի կենսագրականը, իսկ քաղաքապետ Ղուկասյանը առաջին կարգադրությունը տվեց, ասելով արոգանությամբ կարդա։ Դրական արոգանությամբ Սկսում են արոգանությամբ ընթերցել կենսագրականը, երբ հնչում է երկրորդ կարգադրությունը, բարձր կարդա։ Եվ այսպես արոգանությամբ եւ բարձր ներկայացնում են կենսագրականը եւ չգիտեմ բովանդակությունն էր պատճառը, թե լարվածությունը, հուզմունքը գուցե, բայց այդ պահին ամբիոնից աշխատակից կանանցից մեկը բառացիորեն վայր ընկավ։ Բարեբախտաբար լուրջ վնասվածքներ տիկինը չունի եւ ամեն ինչ ընթանում էր նորմալ մթնոլորտում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը կողմ էր քվեարկել հանձնաժողովի նախագահների եւ տեղակալների թեկնածուներին, ձեռնպահ է քվեարկում փոխքաղաքապետի թեկնածությանը։ Այսպիսով Արաքելյանը 17 կողմ ձայնի արդյունքով ընտրվում է։ Փեսայի ընտրվելուց հետո Ղուկասյանը հայտարարում է, որ մեջբերում իր խոսքը նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է։ Այս ամենից հետո տարբեր լրատվականներ ու կայքեր սկսում են պտտել այս թեման ակնհայտ բացասական երանգ հաղորդելով, թե իբր տեսեք, ազգովի մի ամբողջ քաղաքի ղեկավարում են ստանձնում։ Ինչ խոսք, ընկերներ, եկեք լինենք անկեղծ, այս տեսարանը գուցե որոշակի ենթատեքստ իհարկե պարունակում է, բայց եթե այն օրենքի շրջանակներում է, օրենքը չի խանգարում, ես այստեղ որևէ բան ասել չեմ կարող։ Ինչի Գյումրի քաղաքը այսպիսի բաներ է տեսել, այսպիսի պատմությունների միջով է անցել, դա ուրիշ թեմա է։ Եթե այդքան սրտացավ եք, հարգելի քննադատներ, վերցրեք օրինակ առաջադեմ երկրների կանոնները, օրենքները եւ օրենքի ուժ տվեք, որ արգելվի օրենքի մակարդակով ազգականի մտերիմ բարեկամի համատեղ պաշտոնավարումը։ Գյումրու ավականու նիստից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սարիկ Մինասյանն էլ նշեց, որ ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում նա ունի 17200 ձայն ունեցող խմբակցություն եւ անձնավորություն եմ, ինձ համար դա Հայաստանի ամենամեծ պաշտոնն է, ասում է պարոն Մինասյանը, միաժամանակ բացառելով, որ Ղուկասյանի հետ կոալիցիա կկազմի, նկատելով, թե ես ուր կոմունիզմը ուր։ Հենց այդ պահին միջանցքում աստիճանաբանդակով վեր է բարձրանում քաղաքապետ Ղուկասյանը, ով նկատելով, որ լրագրողները շրջապատել են Մինասյանին, զարմանքս ինձ միջամտում են, ասելով, որ շատ վրա չտակ։ 15 րոպե չէ թողնի։ Շնորհակալ եմ, զգացված եմ ընկեր Ղուկասյան։ Ահա տեսնում եք, թե ինչ դրական ու գործնական մթնոլորտում է ամեն ինչ սկսվում։ Ինչ խոսք, հարգելի ընկերներ, մենք բոլորս իրապես ցանկանում ենք տեսնել մեր մշակութային մայրաքաղաքը կանգուն ու շեն, լեցուն ու բարեկեցիկ։ Այդ որ մի հայն է, որ պիտի չարախնդա ու վատը կամենա մեր Գյումրիին, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում է ապրում։ Քանզի այս քաղաքական ֆիլմը նոր է սկսում, ես առաջարկում եմ հարմար տեղավորվել ու դիտել ընթացքը։ Թող լույսերը վառեն, թող հագնեն իրենց լավագույն կոստյումները, թեպետ կոստյումն է, որ պիտի իրենց գեղեցկացնի։ Իսկ դուք, ընկեր չարախոսներ, գնացեք այն ձեր պոստի վրա վերընկեք, մի խանգարեք, մի թելեք ոչ իշխանության, ոչ ընդդիմության թելը, որ հետո էլ չասեք, կդրավ, թելը կդրավ։ Եվ այսպիսով հաշվարկը սկսված է։ Հենց սկսեմ 3-4 բարձր խնդակ, 3-4 Վերադառնանք Երևան։ Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյը։ Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, հույս հայտնել, որ աշխատանքի շնորհիվ երկու երկրների գործակցությունն ավելի կընդլայնվի, ընդգրկելով նոր ոլորտներ։
Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Մեր բարեկամական եւ ավանդական հարաբերությունները նաեւ պարտավորեցնող են, որպեսզի մենք առավել զարգացնենք ու ընդլայնենք մեր գործակցության դարավոր ավանդույթները եւ նոր հնարավորություններ ստեղծենք մեր երկրների եւ ժողովուրդների միմյանց առավել մոտ ճանաչելու, փոխգործակցության եւ բարեկամության համար, նշել է նախագահը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար դեսպանը շեշտել է, որ բոլոր ջանքերը գործադրելու է գործընկերության ընդլայնման համար։ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական հանրապետության համապատկի լիազոր դեսպան նշանակելու կապակցությամբ եւ մաղթում հաջողությունների ձեր աշխատանքային գործունեության ընթացքում։ Շնորհավորում եմ։ Դուք ձեր խոսքում ասեցիք, որ իսկապես անձամբ ամեն ինչ կանենք ավելի զարգացնել եւ ամրապնդելու Չինաստան-Հայաստան հարաբերությունները։ Դիահույս եղեք, որ մենք երաշեք աջակցություն կցուցաբերենք ձեզ, առավելևս որ մեր ցանկությունները նույնն են։ Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Մեր դարավոր բարեկամական ավանդույթով եկած այդ հարաբերությունները մեզ նաև պարտավորեցնում են, որ մենք խորացնենք այդ հարաբերությունները, զարգացնենք եւ նոր հնարավորություններ ստեղծել մեր երկու երկրների ժողովուրդներին իրար ավելի ճանաչելու եւ իրար ծերտ համագործակցելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է ավելի բարձրացվի եւ աջակցություն ստանա յուրաքանչյուր քաղաքացի։ Պաշտպանի գրասենյակում խորհրդակցության ժամանակ Անահիտ Մանասյանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Անահիտ Մինասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի եւ նրանց կողմից ստացվող դիմում բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը տվել համապատասխան հանձնարարականներ։ Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ մարիխուանա։ Պարզվել է թմրամիջոցները ձեռք բերող անձանց ինքնությունը, ձերբակալվել է 2 քաղաքացի։ Մանրամասները Պետեկամուտների կոմիտեի տեսանյութում։ Թմրամիջոցների օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները Օնեքս ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զնման են ենթարկել Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին։ Արդյունքում բացի անձնական օգտագործման իրերից եւ հագուստից հայտնաբերվել է ընդհանուր 970 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ առաքանու հասցեատերը այն պետք է ստանա Օնեքսի առաքանիների ստացման պահոցից։ Այդ պահոցի նկատմամբ սահմանվել է 24 ժամյա հսկողություն։ Արդյունքում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ցակած հիմնավոր կասկածով ձերբակալվել եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ս. Վերջինս ենթարկվել է ձերբակալման ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է։ Պարզվել է, որ նշված թմրամիջոցը նախատեսված է եղել իրացնելու տելեգրամյան հարթակում։ Ձեռքբերված օպերատիվ տվյալների համաձայն նշված թմրամիջոցները պետք է վերցնեին Վանաձոր Ստեփանավան թունելի հարակից հատվածից։ Կատարվել է նշված հատվածի դարանակալում, որի ընթացքում պարզվել է թմրամիջոցները ձեռք բերող անձանց ինքնությունը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմանը ներգրավվել են նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ։ Նրանց աջակցությամբ թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու անմիջական ցակած հիմնավոր կասկածով Ստեփանավան քաղաքի հասցեներից մեկում ձերբակալվել եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի, որտեղ վերջիններս ենթարկվել են ձերբակալման ուղեկցող անձնական խուզարկության։ Քաղաքացիները տեղափոխվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն ու նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել։ Ներկայում կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրաված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Միջազգային նորությունները ներկայացնում ենք տեսաշարով։
Իրանի եւ Եվրաերիակի երկրների Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է տեղի ունենային մայիսի 2-ին Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ չեն կայանա։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Բարոն հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ բանակցությունների անհաջողության դեպքում։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն եվրոպական կողմի հետ համակարգում է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակացույցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների 4-րդ փուլը, որը պետք է տեղի ունենար մայիսի 3-ին Հռոմում, հետաձգվել է։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների ձախողման դեպքում։ Միջոցառումները կարող են համաձայնեցվել երկրորդական պատժամիջոցների օրինագծի հետ, որն առաջարկել է ամերիկացի սենատոր Լինսի Գրեհեմը։ Մայիսի 1-ին հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը նախագիծ է պատրաստել Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդական պատժամիջոցների մասին։ Ըստ այդմ առաջարկվում է 500% մաքսատուրք մտցնել այն երկրներից ներմուծման համար, որոնք գնում են ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։ Միացյալ Նահանգները չի պատրաստվում շարունակ կատարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդի դերը։ Եկել է Մոսկվայի եւ Կիևի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները դեռևս կօգնի եւ կանի այն ամենը, ինչ կարող է խաղաղության հաստատմանը նպաստելու համար։ Բացի այդ, Բրյուսն ընդգծել է, որ ԱՄՆ-ն առայժմ չի վերացնում Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին։ Այդ պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այդ մասին Թրամփը հայտնել է իր սոցիալական էջում։ Նա տեղեկացրել է, որ Մայք Ուոլցը կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը։ Հիշեցնենք, նա քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև մեսենջերում բացված փակ խմբում սխալմամբ ավելացրել էր լրագրող, որը կարդացել էր Եմենին հարվածների վերաբերյալ հաղորդագրությունները։ 1970-ականներից Հենրի Քիսինջերից հետո Մարկո Ռուբիոն առաջին պաշտոնյան է, որը միաժամանակ կզբաղեցնի եւ պետքարտուղարի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները։ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին։ Այս մասին մայիսի 2-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ հայտարարությունում։ Իսրայելը մի քանի օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հարվածներ հասցնում Սիրիային, ինչը ցույց է տալիս այդ երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի նկատմամբ Իսրայելի խոր անվստահությունը։ Դամասկոսի արվարձաններում կառավարամետ ուժերի եւ դրուզների միջև մարտերը սկսվել են ապրիլի 29-ի գիշերը։ 2 օրվա ընթացքում սպանվել է 100-ից ավելի մարդ։ Դրուզները արաբախոս էթնոկրոնական խումբ են, որի ներկայացուցիչները հիմնականում բնակվում են Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում եւ Հորդանանում։ Բանգկոկում գլխավոր աուդիտորական վարչության կառուցվող շենքի երկրաշարժից փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, հայտնել է քաղաքային վարչակազմը։ Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, քանի որ 30 հարկանի շենքի փլատակների տակ դեռևս կա 20 անհետ կորած։ Տարերային աղետների նախազգուշացման եւ հետևանքների վերացման գերատեսչության տնօրենը հայտարարել է, որ փրկարարները փորձում են դուրս բերել հայտնաբերված 10 մահացած շինարարների մարմինները, որոնց մոտենալը դժվարանում է երկաթբետոնե սալերի պատճառով։ Հիշեցնենք, 8.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 28-ին Մյանմայում, որտեղ զոհերի թիվը հասել է 3800-ի։ Երկրաշարժից նաև տուժել է Թայլանդը, հուժկու ստորգետնյա ցնցումներ են զգացվել Բանգկոկում եւ նրա շրջակայքում, ինչպես նաև թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան, կենտրոնական եւ հարավային տարածաշրջաններում։ Գլխավոր աուդիտորական վարչության շենքը Բանգկոկում միակն էր, որը չի դիմակայել տարերքի հարվածին եւ փլվել է։ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում տեղացել է մայիսյան ամենաառատ ձյունը վերջին 100 տարվա ընթացքում։ Ծառերի տապալման պատճառով վնասվել են մի քանի տասնյակ մեքենաներ։ Շուրջ 30,000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից, կտրվել են էլեկտրահաղորդման գծեր։ Շարքից դուրս է եկել 4400 տրանսֆորմատորային ենթակայան։ Հինգշաբթի Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են եղել, սակայն ուրբաթ գիշերը արդեն սկսել է ձյուն տեղալ։ Մայիսի 2-ի առավոտվա դրությամբ տեղումների ինտենսիվությունը նվազել է։
Եվ եղանակի մասին, վաղը մայրաքաղաքում դարձյալ անձրևոտ է, մարզերում ևս սպասվում են տեղումներ, առանձին վայրերում առավել հորդառատ, օդի ջերմաստիճանը մայիսի 4-ին կնվազի 2-ից 4 նիշով։ Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։